ինքը շատ հոգնած 2 ժամ կորուսերով այսպես կանգնած քրտինքը հոսում է այդ օգնականը մաքրում է այդ կաթիլները, որ վերքի մեջ չկաթի։ Ես իր հետ մի հատ մահացա, նորից վերապրեցի ու երբ որ վիրատանից դուրս եկանք, ինքը ոնց որ ցած հաղթել էր էլի մահին ու այդ հիվանդը փրկվեց, բայց ինքը երկար այսպես միջանցք էր, ինքը քայլում էր, սենց ուսերը կորացած, այդ իր հողաթափերի մեջ ամբողջ արյուն էր, ինքը սենց քայլում էր, այդ արյունը սենց ցածում էր դուրս։ Ես հասկացա, որ ամեն օր ինքը քանի անգամ այդքան կյանք փրկել։ Իրոք ինքը այնքան քիչ վատ ելքով վիրահատություններ ունեցել ու ոչ թե որ հեշտ վիրահատություններ արել, մտել ամեն դժվարի մեջ։ Ֆրունզիկ Մկրտչյանին հիշեցինք, բոլոր հիվանդանոցները հրաժարվել են նրան ընդունելուց, որովհետև եթե փրկեին շատ լավ էր, բայց արդեն մահամերձ մարդուն կստացվեր, որ դերասանին սպանեցին, չփրկեցին, ինքը մտավ դրա տակ ու փրկեց իրոք։ Չգիտեմ, իմ հայրն մի քիչ անհամեստ եմ գտնում շատ գովաբանել, բայց այսօր ուրիշ բան մեզ չի մնացել։